Նախատեսել ենք հիմնական ընտրությունները հոկտեմբերի 27-ին, իրանք որական պատերազմա լինելու անցնելու ենք պլան B, որովհետև Նիկոլը այսօր Ադրբեջանի համար բինգո է, ասենց բանա, ջեկպոտ է, դե եթե տենց անեն լույսի բանակ և Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր զրուցակիցը Լույսի բանակ ռազմահայնասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արարյանն է։ Բարև ձեզ, պարոն Արարյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Սիրով։ Օրերս ստացա Արևմտյան Հայաստանի պատվավոր քաղաքացու անձնագիրը, նախ շնորհավորում ենք ձեզ այս արդիվ եւ կխնդրեմ նշեք, թե ինչ պարտավորությամբ եք այն կրելու։ Իրականում շատ պարտավորեցնող է։ Իմ այս ողջ գործունեության հիմնական նպատակներից է մեր տարածքային ամբողջականությունը ու այսօր ստանալով Արևմտյան Հայաստանի պատվավոր քաղաքացու անձնագիր հասկանում ես, որ իրականում դժվար է փոխանցել, բայց շատ պարտավորեցնող է ու հուսամ, ես այդ միջոցառմանն էլ ասեցի, հիմա էլ ասեմ, որ ես շատ կուզեի, որ այդ ամենը տեղի ունենար հենց մեր պատմական, պապական հողերում, հուսանք օրը մոտ է։ Պարոն Արարյան, պատմական հողերի վերադարձով դուք ստացաք Արևմտյան Հայաստանի անձնագիրը եւ այսօր էլ շարժում եք սկսել, երկու անգամ արդեն հանրահավաք եք իրականացրել ու նաեւ գաղափարներից մեկն էլ այդ է, որ բոլոր հայկական հողերը պետք է վերականգնվի ու նաեւ իշխանափոխություն պետք է իրականացվի։ Նախ կխնդրեմ այս ողջ ընթացքում, շարժման ողջ ընթացքում ձեր գրանցած արդյունքները ներկայացնեք եւ նաեւ մայիսի 1-ին կրկին հանդես է գալու հանրահավաքով, ինչ է սպասումով, ինչ ակնկալիքներով։ Սկսեմ սկզբից, իմ նպատակը ոչ միայն տարածքային վերականգնումն է, այլև համաձայն եք, որ այսօր միայն տարածքը չի, որ կորցրել ենք ազգային արժեքների պահպանման ձգտումը, միգուցե եւ տեղեկությունը, թե իրականում որոնք են ազգային արժեքները մեծամասնության մոտ, կամ գոնե թե զգալի մասի մոտ։ Կորցրել ենք դիրքը աշխարհում, կորցրել ենք մեր երեսը, կորցրել ենք սերը միմյանց հանդեպ, հարգանքը։ Ես ինչ հիշում եմ, ասում են հայը հասնող ազգը, հայը մեկը մեկին կօգնի։ Այսօր դա մի տեսակ որ ընկել է երկրորդ պլան։ Իշխանափոխությունը ինչի համար է պետք է դա ամենը վերականգնելու համար, որովհետև ով ինչ ուզում ասի, ամեն ինչ գալիս է իշխանությունից։ Նույնիսկ ձեր թե հագուստի, թե լսած երաժշտության ճաշակը, որովհետև իշխանությունն առաջ բերում մշակույթի այն ներկայացուցիչներին, որոնց մեծ մասը ընդունում է հենց դրանով։ Էլ չեմ ասում մնացածը, որ տեսեք այսօրվա իշխանությունները ազգային բառից, չգիտեմ ինչ են ելնում, վախում են, սարսափում են, չեն սիրում, նեղացած են։ Ամեն ինչ գալիս է իշխանությունից, դրա համար դա պետք է առաջի հերթին փոխվի, որպեսզի հենց այդտեղից գա մնացած ամեն ինչի վերականգնումը։ Այս ընթացքում մեր շարժումից ես կարող եմ ասել, որ նախ ի շնորհիվ իրանց կարճ խելքով մեզ վարկաբեկող լրատվականների մեծ տեղեկություն տվեցին բոլորին։ Հիմա դժվար թե գտնվի մեկը, ով չգիտի թե Լույսի բանակի, թե մեր շարժման մասը։ Բոլոր այդ վարկաբեկումներին հստակ ու փաստացի տրամաբանական հակադարձ եղավ անձամբ իմ կողմից, ապավինելով adekvat մարդկանց մոտեցմանն ու ընկալմանը ու ոչ թե հուսամ, այլ տեսա, որ դա իրականում պետք էր ու ահագին մարդ այդ վարկաբեկումների տակ տեսավ ընդամենը վախ ոմանց կողմից, որպեսզի դա էլ է հարձակման մի ձև։ Հարցակվեն հակառակը խոսա, որպեսզի մարդկանց հիասթափացնեն, ստացվեց ճիշտ հակառակը, ապրեն բոլոր այդ կարճ մտածողները, որովհետև եթե իմանային այս արձագանքը կլինի, դժվար է առհասարակ անդրադառնային, բայց արդեն ուշ է։ Ամսի 1-ին ես հույս ունեմ տեսնել այն քանակությունը, որը այս ընթացքում դեռ չտեսանք, որը բավարար կլինի հիմնական գործողությունների ստարտի համար։ Բոլորն են հասկանում, որ դրա համար քանակ է պետք, վճռականություն ու հստակ քանակ։ Հիմա տեսեք, ես ահագին մարդկանց տեսնում եմ Facebook-ում գրառում են անում, ուղղակի գրառում է թուրքն իմ թշնամին է, ու հասկացանք լավ։ Այն մեկը գրում է, չգիտեմ, Նիկոլին անիծում, այն մեկը դժգոհում է, այն մեկը բողոքում է։
Բայց երբ գալիս է պահը ռեալ այդ ամեն ինչի իրագործելու, այսինքն քո դիրքորոշումը ոչ թե ընդհանրապես on-line կորած ու դատարկ տեղում արտաբերելու, այլ կանգնելու ֆիզիկապես թե մեր ընկերներին, թե մեր թշնամիներին, բոլորին ցույց տալու, որ մենք on-line չենք, մենք իրականում ենք պայքարում, մենք պատրաստ ենք մեր պայքարը մինչև վերջ տանելու։ Հիմա տեսեք, այսօր շատերն են փողոցում հանդիպում մի բան արեք էլի, բա ինչ անելու, բախի չեք մի բան արել։ Հիմա անում ենք ու անում ենք մի բան, որտեղ պետք է այդ յուրաքանչյուր սրտացավ մարդու ներկայությունը, ուրիշ ոչինչ։ Հարցնում են ծրագրեր արդեն բաց էի բաց դրված է։ Ճանապարհային քարտեզ դա եւս բաց էի բաց դրված է։ Վերածննդի շարժման հիմնական նպատակը դրանից հետո, այդ հետոից հետո ամեն ինչը բաց դրված է։ Մարդիկ չեն նայում ու անընդհատ նույնը ասելով, ես օրինակ անձամբ իմ անունից կարամ ասեմ, եթե ես ձեր պայքարի գաղափարի մեջ տեսնում եմ մի բան, ինչի կիսողը ես եմ, ես կուսումնասիրեմ ձեզ, քանի որ մանավանդ ասում եք, որ ամեն ինչ հանրային է, ես կնայեմ, կծանոթանամ, իմ անձնական Telegram ալիքում պարբերաբար տեղադրվում է, թե ժամանակավոր կառավարության ծրագիրը, թե վերածննդի շարժման ճանապարհային քարտեզ, ամեն ինչ։ Ես հույս ունեմ, որ ձեր հեռուստադիտողը, մեր հայրենակիցները կնայեն, կգտնեն ու դժվար չի բոլոր այսօր Telegram ունեն։ Շատերը հարցնում են ինչ համար ձեզ պետք է վստահենք, ինչ անցած ճանապարհը, չեն լսել, որովհետև լրատվականները դուք եք հասկանում, չեն լուսաբանի նա, ինչը դեմ է իրանց հիմնադիրներին ու հովանավորներին։ Ես օգտվելով ձեր հարթակից կխնդրեմ, որպեսզի բոլորը, ովքեր ուզում են ծանոթանալ Լուիսի բանակի անցած ճանապարհի հետ, եթե կարելի է իհարկե։ YouTube-ում հայերեն տառերով ընդամենը գրեք Լուիսը ներսում վավերագրական ֆիլմ։ Ամեն ինչ այդ ֆիլմում բոլոր հարցերի պատասխանները կան։ Ես հուսամ այսքանից հետո արդեն այն մութ ու տանջող հարցերի պատասխանները բոլորը կստանան ու ամսի 1-ին ես կտեսնեմ իմ ազգին կանգուն ու վճռական որոշմամբ պայքարելու, որովհետև չպայքարելով, միայն բողոքելով մենք ընդհանրապես դատարկ ձայն ենք ու դա ոչ մի օգուտ չի բերում իրականում, ոչ թե Facebook-ում, այլ իրական կյանքում մեր հողին ու ջրին։ Պարոն Արայան, մայիսի 1-ին օպերա եք ներկայանալու պլան A-ով, բայց եթե այնուամենայնիվ պլան A-ը չգործի, դուք ունեք պլան B, ինչ եք անելու, եթե A-ն չգործի։ Անցնելու ենք պլան B, որովհետև ես այս քանի օրվա մեջ համոզվեցի, դուք երևի նկատել եք, որ անցած տարվա մայիսից մենք անընդհատ հեռախոսահամարներ էինք տրամադրում ու այդ հեռախոսահամարներով գրանցված մարդիկ, ովքեր խոստացել էին մեր դուրս գալու օրը գան, քանակը կազմում էր 40,000-ից մի քիչ պակաս։ Այդ մարդիկ զանգեցին, խոստացան ու անկեղծ ընդհանրապես չսպասված անակնկալի հանդիպեցինք։ Ես խնդրում եմ բոլորին, ովքեր այսքան ժամանակ զանգահարել են, լինել պատասխանատու իրենց խոստմանը, որովհետև մենք մեր խոստմանը տեր ենք ու պատասխանատու, իսկ մեր խոստումը կախված է բացառապես քանակից, այսինքն սա երկտեղ գործողություն է։ Դուք մեզ հետ եք, մենք որ ձեզանից քանակ, մեզանից երաշխեք։ 40,000 մարդուց, 39,000 քանի, տարբեր մարզերից եւ այլն։ Մենք չտեսանք անգամ 10%-ը, ես չգիտեմ ինչի է դա պայմանավորված, բայց այդ մարդկանց զանգերն էր, որ մեզ հանեց դուրս։ Ես հույս ունեմ, որ հիմա յուրաքանչյուրը ով զանգել է կամ ով նորա նայում, ես չգիտեմ ուր զանգի։ Ուղղակի մայիսի 1-ին ժամը 18:00 ֆիզիկապես իր ներկայությունը ապահովի Ազատության հրապարակում, տեսնելով բավարար քանակությունը ու դա տեսակ ես միշտ ասում եմ 70,000 ստարտի համար չի դա 70,000-ը վերջնական արդյունք գրանցելու համար է, որը պետք է հավաքվի ընթացքում, ես դա էլ եմ հասկանում, բայց առաջի օրվա համար գոնե մինիմալ ստարտը կոնկրետ թվականակ չասեմ, բայց Ազատության հրապարակը լեփ-լեցուն լինելու դեպքում դա լինելու է ստարտը նրա, որ նորից կրկնվեմ նույն բառերով Նիկոլը շատ լուրջ է մտածելու իր հրաժարականի մասին։ Հիմա այն մարդիկ, ովքեր դժգոհ են Նիկոլից, չգիտեմ, գոնե թե իրանք իրանց մեջ գտնեն բացատրություն, իրանք իրանց համար ինչի չգալ Ազատության հրապարակ։ Որովհետև նորից հարցը տամ բոլորին, ով եթե ոչ մենք,
ու երբ, եթե ոչ հիմա։ Ու եթե կա մեկը, որ այդ ով հարցին կարան պատասխանեն, եւս մի հարց, ոնց։ Ընտրություններով դա արդեն բազմիցս բարձրաձայնել եմ, դա աշխատող չի։ Իսկ մինչև ընտրությունները դուք տեսնում եք իշխանափոխություն։ Եթե չտեսնեմ, ես ինչ եմ կազմակերպում, ինչ եմ անում։ Ես տեսնում եմ մարդկանց մեջ այդ պորտկումը, ես տեսնում եմ այդ դժգոհությունը, ես տեսնում եմ այդ այն ինչ պետք է այսօր իշխանափոխության համար մեր ազգի մեջ կա։ Չկա ուղղակի չգիտեմ ինչ է, նույնիսկ չգիտեմ ինչ է, եթե դժգոհ ես, եթե վատ է, եթե գիտակցում ես, որ քո լռությունով դու աջակցում ես դրան, ինչ ես լռում։ Իսկապես այսօր շատերն են ասում, շատերն են դժգոհում այս իշխանություններից, բայց ասում են, եթե իշխանափոխություն անենք, ապա ով է գալու։ Հիմա դուք էլ ձեր շարժմամբ ներշում եք բոլոր 4 մեր առաջնորդներին եւ ինչ եք առաջարկում։ Եթե ձեզ հաջողվեց իշխանափոխություն անել, ում եք տեսնում առաջնորդի դերում։ Ես բազմիցս ասել եմ, նորից ասեմ, ստեղծվել է ժամանակավոր կառավարություն։ Ինչքան էլ որոշ մարդկանց դա վախեցնի այդ ժամանակավոր բառը, բայց դա է միակ ճանապարհը գնալու հիմնական ընտրությունների ապահովելով անաչառություն, երաշխավորելով անաչառություն, որը երբեք չի եղել։ Իսկ այդ ժամանակավոր կառավարությունը գլխավորելու ենք մենք, երբ որ գա այն պահը, որ արդեն պետք է տեղի ունենա իշխանության փոխանցում, շատերն են այսօր ասում թիմ SN բոլորը իսկույն կներկայացվի։ Հիմա դա շատ ժամանակավոր է, որովհետև դա միայն խանգարելու է շարժմանը։ Դա բերելու է ավելորդ նոր ինչ-որ խժդժություններ։ Եթե կգա իշխանությունը փոխանցելու պահը, ես չներկայացնեմ թիմ, կամ ներկայացնեմ թիմ, որը այն չի ենթադրենք։ Այդ ժամանակ մարդիկ կարող ասեն, չէ, լավ է, թող Նիկոլը մնա, բայց հիմա ներկայացնել թիմ դուք եք հասկանում ինչքան մինիմում միամտություն է իմ կողմից։ Դրա համար պահը կգա ամեն ինչ իր ժամանակին։ Հիմա ժամանակն է միայն միասնականության ֆիզիկապես իրար կողք կանգնելու ու ժամանակավոր կառավարության ընթացքում իրականացվելիք ծրագրերն էլ բազմիցս բարձրաձայնվել, եթե մեր ժամանակը կների, ես կարամ մի րոպեում շատ կարճ նորից ասեմ, որ 6 ամսվա ընթացքում մինչև հոկտեմբեր ամիս նախատեսել են հիմնական ընտրությունները հոկտեմբերի 27-ին ոչ թե սիմվոլիզմից ելնելով, այլ հենց կոնկրետ 6 ամսից, որն էլ երկուշաբթի է, դա էլ հարմար։ Իրականացվելու է առաջի հերթին շատերին, ովքեր հեռում չեն տեսնում, վախացնող մի միտք, երկրի ամբողջական ռազմականացում։ Ու սա ով լսում է, բոլորը չէ, բայց կա մի զանգված, որ ասում է, ահա, բան, իրանք գորեկան պատերազմ լինելու ում երեխեքի հաշվում։ Ես ուզում եմ հասկանալ, երբ վանից է, որ վարքյանից է այդ մարդկանց ուղեղներում ֆիքսվել միտք, որ հզոր բանակ ունենալը տանում է զոհերի։ Կամ լավ, երբ մեր ազգը հասցրեց այսքան պատերազմից վախենալ այս 7 տարվա ընթացքում, միշտ մեր ազգը հայոց բանակը պայքարող է եղել, մաքարող է եղել։ Հարցը պատերազմից վախենալը չի, հարցը գիտակցումն է պետական թիկունք չունենալու։ Ես լիքը կամավորական տղեկի գիտեմ, ովքեր իրանց ասածը հաստատ չեն անելու, որ ասում են սրանց օրոք էլ կռիվ միանշանակ գնալու են, բայց ուղղակի իրանք բռնում են այն մտքի վրա, որ իրանք չունեն պետական թիկունք։ Այսինքն նույն 44 օրյա պատերազմի ժամանակ հիմնական հարվածը գալիս էր հենց մեջքից, ոչ թե առջևից։ Դրա համար ոչ թե վախենում են, ես չեմ կարող հավատալ, որ հայ ազգը վախենում է։ Ուղղակի գիտակցում է, որ թիկունք չունի։ Մենք քիչ առաջ նշածս հղումն էլ նայելուց հետո որպես անցած ճանապարհ, որպես երաշխիքը նրա, որ մեր համար կոնկրետ իմ համար մեկ առաջնային բանը դա մեր բանակի հզորացումն է։ Ու դա ոչ թե նոր զոհերի տանելու համար, այլ հենց զոհերից խուսափելու, որովհետև պատերազմը անխուսափելի է ավելի շատ այն ժամանակ, երբ դու չունես նորմալ բանակ, որովհետև թշնամին օգտվում է այդ վիճակից ու ինքը թքած ունի զոհերով, թե ոնց ինքը գնում է առաջ, ու դա նորմալ է, որովհետև Նիկոլը այսօր Ադրբեջանի համար բինգո է, ասենց բանա, ջեկպոտ է, բնականաբար պատերազմը կլինի ամեն, իսկ ինչի այդ պատերազմին sense tenants մասնակցել սրանց օրոք,
Եթե կարելի է սրանց փոխել ու ավելի ռազմականացված, ավելի պատասխանատու, ավելի ամենից առաջ բանակը դասող մարդկանց հետ գնալ նույն պատերազմին, որը միևնույն անխուսափելի է։ Իսկ ես դες վստահեցնում եմ, այսօր Ադրբեջանը, տեսեք, մենակ մեր ջոկատի նկարներն է տեսել, վարժանքներն է տեսել ու շատ բան չի տեսել ու չի կարա տեսնի։ Ինքը արդեն բանը ցնցոտի մեջ է։ Իրանց հեռուստաալիքներով, իրանց բլոգերներով, իրանց տարատեսակ հաղորդումներում անդրադառնում են մեզ ու ասենք պետքա կույր լինես չհասկանաս, որ այս մարդկանց սրտի մեջ վախ կա։ Դե հիմա պատկերացրեք, եթե ումից վախենում են տեսնեն իշխանության, արդյոք իրանք կգնան այն նույն պատերազմի, որի գնում են սրահորոք։ Բնական է ոչ։ Ես նույնիսկ չեմ բացառի, եթե գիտակցելով իրանց պարտությունը, իրանք ուղղակի նահանջեն ու փախնեն, որովհետև իրանք միշտ փախնող են եղել, իրանք այն թշնամին չի ում կարելի է հարգել, ինքը միշտ է փախնող եղել։ Մնում է ուղղակի այդ ամեն ինչը գիտակցող ու դրանից օգտվող թեկուզ սկզբի համար ժամանակավոր հետո դա Աստված եւ հիմնական իշխանությունն է։ Այո, մի կողմից դուք Արևմտյան Հայաստանի քաղաքացի եք դառնում եւ մի կողմից մենք տեսնում ենք, որ Վերնախավը պետական մակարդակով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այն մասին, որ եթե Սփյուռքը հայը, Արևմտահայը ուզում է գնալ եւ տեսնել իր պապական մուշը, վանը, Արդահանը, թող գնա առանց խանգարելու հայոց բանակի հզորացմանը, առանց խանգարելու այսպես կոչված Արևելյան Հայաստանին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում եւ նաեւ ապրիլ 24-յան ուղերձում նա եւս այս իրական Հայաստանի գաղափարը առաջ տարավ, նշելով, որ իրական պետություն հայրենիք ունենալու համար պետք է նախ ունենալ սահմանազատված հայրենիք, պետք է ճանաչել հարևանների տարածքային ամբողջականությունը։ Ինչպես եք սա մեկնաբանում դուք։ Նախ այն ինչ այսօր ինքը անվանում է սահմանազատում, դա ընդհանրապես իրա ու Ալիևի երկու երկու ինչ-որ բաների պայմանավորվածություն է։ Նախ սահմանազատումը ունի կարգ, հստակ կարգ, որ պետք է երրորդ կողմ ներկա լինի։ Անաչառությունը ապահովելու իրական պատմական փաստերի վրա հիմնվելը հաստատելու համար։ Այսօր մենք չենք տեսնում երրորդ կողմ ու երկու հոգի ինչ-որ որոշել են մի բան անեն ու անում են, անունը դրել են սահմանազատում։ Եթե նույնիսկ այդ սահմանազատումը իրանց կարճ խելքով հենց սահմանազատումը, ինչի հենց այն քարտեզով, որը հենց այդ երկուսն են որոշել, օրինակ դուք անձամբ Ադրբեջանին, այո։ Դուք անձամբ, ես ոչ մեկ փողոցում հարցրեք ցանկացածին հարցում արեք, ով է մասնակցել ընտրությանը, թե կոնկրետ որ քարտեզով պետք է սահմանազատում արվի։ Ոչ մեկ, մի քանի հոգի հավաքվել, որոշել են անձնական իրանց անձնական շահերից ելնելով։ Ինչի այդ քարտեզը, օրինակ Վիլսոնյան քարտեզը չի։ Ինչի այդ քարտեզը այն թվականներինը չի, որը մեզ է լավ, մեզ է պետք, իրավամբ, պատմականորեն, բարոյապես այդ տարածքների հիմնումը, փաստացի ապացուցումը, որ մերն է, ամենը կա։ Ինչի հենց որոշվեց թրքահպատակ թուրքերի համար ինչ-որ ձեռնտու քարտեզ գծագրել, սահմանել սահմանազատում ու նման քայլի գնացողի ասացնել հաշվի առնել, որ ինչպես կմեկնաբանեք, տեսեք, ցանկացած հակահայկական վայրահաչոց ում կողմից դա ուզում է լինի, կլինի իշխանություն, կլինի հասարակշարքային քաղաքացի, իմ համար նույնն է, ոնց որ ձեր հեծանիվ կամ մեքենա քշելուց կողքից հաչացող շունը, ես դա ոնց մեկնաբանեմ, դա զրո է, դա ոնց որ իրանք ազգայինն են ուզում ներկայացնեն որպես փուչիկ կոնցեպցիա, իրանք իրանց ամբողջականությամբ, իրանք իրանց եղածով, ապրածով, մտքերով, նպատակով, գաղափարով փուչիկ կոնցեպցիա են։ Ես նմանը ինչը մեկնաբանեմ, որ խոսքը կամ ուր անդեղ խոսք, դա ուղղակի ինչ-որ տարբեր ժամանակներում, տարբեր ժամերի, տարբեր բարձրության հնչող դատարկ քամ ու ձայն է։ Ու լինելով հստակ խոսքի տեր հայ ազգը լռում է։ Այսինքն երբ որ ասում ես եկեք պայքարենք, կամ փորձում են վրետ ինչ-որ մի բան գտնեն դատարկ տեղի վրա, կամ այո ձեր հետ ենք, բայց չկան, վառօրինակ 40,000 զանգ, որ տենց էլ մնացին տունը։ Հիմա այդ 40,000 մարդկանց եմ դիմում, ամսի մեկին դուրս եկեք ամեն ինչին վերջ դնենք։ Մենք դա կարող ենք։ Պետք է ուղղակի հավատալ սեփական այդ ներուժին, միասնականության ուժին,
ու վերջապես մենք յուրաքանչյուրը անհատ է, եթե դժգոհ ես, էքոպես մեկն էլ է դժգոհ, մյուսն էլ, արի միասին կանգնենք ու անհնար է հաղթանակ չկերտվի։ Մնում է մարդկանց հավատը, այդ վախերի հեռացումը, ուղղակի վճռականությունը, որ ես հայ եմ ու ինձանից ներկայացնում եմ մի ամբողջ մեծ ազգի մի մաս, որը պարտավոր է պահպանի ու պաշտպանի Հայաստանը։ Ու դա ոնց կկոչվի քաղաքականություն, պատրիոտիզմ, չգիտեմ ինչ ուզում ալի, դա անունը չի կարևոր։ Այսօր մեր գոյության հարցն է, այսօր մեր ազգային արժեքների կորստի զսպելու հարցն է։ Դու մարդիկ ուղղակի պետք է վճռականությամբ ու տոկունությամբ լի դուրս գան պայքարի։ Վերջում այսպիսի մի հարց, ձեր համախոհները հաճախ են նշում, որ միայն լույսի բանակ եւ վերջ։ Ինչու միանալ լույսի բանակին եւ ինչ է առաջարկում լույսի բանակը մեր քաղաքացիներին։ Լոզունգը ինչի միայն լույսի բանակ եւ վերջ։ Որովհետեւ ում հնարավոր էր դիմել միասնականության կոչով, ես կարամ անունները թվարկեմ, բայց այն որ արդեն չեմ էլ ուզում, որովհետեւ մի անգամ բարձրաձայնել եմ բոլոր անունները ում հուզում է, ում անունը միշտ գրում են, միացեք սրան, միացեք։ Մեկին մի տարի առաջ, մեկին 2, մեկին 3, մեկին 4, մեկին ես վերջերս, անձամբ ես, իմ նախաձեռնությամբ դիմել եմ միասնականության կոչով, եկեք միասին գնանք առաջ։ Բոլորից լսել եմ հետևյալը։ Մեկը իր ձևով է ասել, որ չէ, ես պետք է լինեմ։ Այն մեկը ասել է ես իմ շարժումն եմ սկսում, այն մեկը ասել է եթե միանանք ուրեմն պետք է լույսի բանակը 10 ինձ ես ղեկավարն լինեմ, այն մեկը ասում է ինձանից բացի ոչ մեկ չի կարա եւ այլն։ Դե եթե տենց է բոլորը խոսում են միասնության համախմբման մասին, բայց պատրաստ չեն սեփական ամբիցիաները մի կողմ դնելու։ Սրա մասին անվանական ու փաստացի իմ YouTube-յան ալիքում էլ կա, որ բոլորից ստացել եմ այն պատասխանը, որ մենակ ես պետք է լինեմ, մենակ մենք պետք է։ Դե եթե տենց է միայն լույսի բանակ եւ վերջ, ու փաստացի միայն լույսի բանակ եւ վերջ, որովհետեւ ես ոմանց նման չեմ ձգտում բանի ընտրությունը, եթե հասկացեք ինձ պաշտոնը հուզեր, ես ինչ էի գնում ռիսկի, ես ինչ էի ինձ նեղություն տալի, եկը գնա ընտրությունների, լավ ձեզ հարցնեմ, ըստ ձեզ բավարար ձայներ չէի հավաքի, կհավաքեի, ինձ պաշտոնը չի որ պետք է, որովհետեւ պաշտոնը չի իմ գերագույն գլխավոր նպատակը, այլ դա ընդհանրապես միջոց է։ Նույն իշխանության ձգտելը, նույն ժամանակավոր կառավարությունը ոչ թե գերագույն նպատակ, այլ միջոց իրականացնելու գերագույն նպատակը, որը բխում է բացառապես յուրաքանչյուր էությամբ ու իրական հայ շահերից, մեր պապերի ի կատար չածված երազանքի իրականացումն է ու վերջապես երաշխիքն է մեր հաջող սերնդի բարեկեցիկ հայանպաստ ու արժանապատիվ ապագայի, որովհետև ես չեմ ուզում մեր երեխեքին տեսնել, գիտեք ինչ կարգավիճակում է, որ այսօր կա չէ տենդենս, որ ձգտում են մեզ խղճան, ու խղճացեք մեզ, տեսեք մեզ, ամբողջ աշխարհին դիմում էինք Արցախի շրջափակման համար, բայց ինքներս ինչ էինք անում։ Դերասաններ վեր կացան, խոսացին անգլերեն, ֆրանսերեն, ամեն մեկը իր ունակությունները ցույց տվեց, քանի լեզու գիտի, հետո ինչ եղավ։ Վերջապես մենք պետք է հասկանանք, որ մեզ ոչ թե պետք է խղճան, այլ մենք պետք է լինենք արժանապատիվ ու մեզ հարգեն, որովհետև իրականում այնում խղճում ես, այդ խղճի զգացողությունը իր հանդեպ միշտ ավելի շատ է, քան հարգանքի։ Իսկ երբ որ հարգանքն է գերակշռում, այդ ժամանակ իսկ հարգանք ոնց կարաս ձեռք բերես, պայքարի ջիղը ցույց տալով, հզոր բանակ ունենալով, ու այո գիտակցելով, որ միայն լույսի բանակ է վերջ, որովհետև մեզանից բացի սա ոչ մեկ չի առաջարկում ու իրականում պատրաստ չի նրա ինչի մենք։ Այ ինչի ենք պատրաստ, ես նորից եմ ասում, ձեզանից քանակ, մեզանից երաշխիք։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը լույսի բանակ ռազմայինասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանն էր։